Վերջերս հրավիրված էի Երևանի պետական համալսարան եւ Չարենցի փողոցը անցնելու նպատակով օգտվեցի գետնանցումից։ Երանի չանեի այդ բանը, որովհետեւ այն ինչ որ ես տեսա գետնանցումի մեջ, անցնելով գետնանցումը, ուղղակի սարսափելի մի մղձավանջ էր, որը պատել էր ինձ։ Պատերը այլանդակված, այլասերված նկարներով, ոչ մի ազատ տեղ, ամբողջովին գեղարվեստականության, արվեստի հետ կապ չունեցող պատկերներ, ասես թշնամին մտել է մեր տարածք, մտել է մեր մայրաքաղաք, այն աղավաղելու, այլասերելու, այլանդակելու նպատակով։ Ուղղակի սարսափի զգացումը ինձ չէր լքում։ Երբ փորձեցի տեսա նկարահանել այն ինչ որ կար։ Նպատակս մեկն է, սիրելի բարեկամներ, մենք պիտի ուշքի գանք, այսպես ապրել չի կարելի։ Ինչու՞։ Որովհետև գիտեք, ամեն ինչ կրթում է մեր սիրտը ու մեր հոգին։ Մենք ոչ միայն այն ենք, ինչ կարդում ենք, մենք նաև այն ենք, ինչ դիտում ենք։ Մենք այն քաղաքն ենք, որի մեջ ապրում ենք, մենք այն գետնանցումն ենք, որով անցնում են մեր երեխաները։ Դուք երբև մտածել եք, ինչ այլասերության հետ են բախվում մեր երիտասարդները, անցնելով Երևանի փողոցներով, մտնելով գետնանցում։ Ով է այդ մասին մտածելու։ Ես մեր հաղորդաշարի օգնությամբ դիմում եմ Երևանի քաղաքապետարանին այս հարցը կարգի բերելու հստակ պահանջով։ Մենք սրան միշտ կանդրադառնանք, որովհետև այսպես չի կարելի վարվել երիտասարդ սերնդի հետ։ Մենք ձևավորված ենք, խոսքը ավակներից մասին է, բայց մեր դպրոցականները, մեր երեխաները, նրանք ինչ են տեսնում այս այլասերվածության ու անբարոյականության մեջ։ Այսպես մենք դաստիարակում ենք նրանց, այսպես սերունդ ենք ուզում վաղը ունենալ։ Իմ բարեկամը Միշել Փոլադյանը ժամանակին մի սքանչելի հոդված գրեց կամարի ստվերը։ Այդ հոդվածը տեղ գտավ իր գրքի մեջ եւ մինչեւ հիմա հիացմունքով հիշում եմ այն բերկրանքը, որ ես ապրեցի այդ գիրքը կարդալով։ Միշել Փոլադյանը պատմում է, որ Երևանը կառուցված է մշակութային խորհրդանիշների վրա։ Ես ուզում եմ քայլել, գրում է իմ բարեկամը Միշել Փոլադյանը, եւ տեսնում եմ նշանային կենտրոններ, ահա Մատենադարանը, որ հսկում է քաղաքի վրա, ահա օպերայի շենքը, որ ցույց է տալիս ճանապարհ դեպի արվեստ, ահա հրապարակը, որ իբրև պետականություն կայանում է այս երկու հենարանների վրա, Մատենադարանը, որը պատուհաններ չունի, եւ քանի որ հսկում է գաղտնիքը, Մատենադարանում գաղտնիք կա, ահա ինչու Մատենադարանը պատուհաններ չունի, եւ օպերան, որը մեր արվեստի խորհրդանիշն է, եւ մեր պետությունը, որը պիտի հենվի Մատենադարանի եւ օպերայի մշակութային հենասյուների վրա։ Սա է Երևանը իբրև նշան, եւ մենք ամեն օր կորցնում ենք Երևանը։ Այլևս մեր եկեղեցիները չեն երևում, որտեղ շրջապատված են բարձրահարկերով, հոգեվոր աշխարհը նահանջում է, իսկ գետնանցումները դարձան վառ ապացույց, թե ինչ այլասերություն է մուտք գործել Երևան։ Զգուշանանք, բարեկամներ, սա անտեսել չի կարելի։ Եվ մեր այս թողարկման ավարտին մի խնդրի մասին, որը ոչ թե տարիներով, տասնամյակներով Հայաստանում չի լուծվում։ Խոսքը վերաբերում է մեր ավանդական գեղեցիկ տոնին Վարդավառին։ Այո, Վարդավառը հրաշք է։ Դարեր շարունակ մեր ժողովրդի երջանկությունն է եղել Վարդավառը։ Տղաներ, աղջիկներ, սիրուն, զարդարված, ազգային հանդերձանքով դուրս են եկել դաշտ ու այգի եւ ցողել են միմյանց վրա ջուր։ Վարդավառ, հրաշալի մի տոն։ Ինչ բարբարոս ձևերով են այն իրականացում այսօր եւ տասնամյակներ շարունակ։ Այդ մասին պիտի խոսի մեր եկեղեցին, այդ մասին պիտի խոսի մեր մտավորականությունը։ Բանն այն է, որ տարբերություն չդնելով, թե ով է, ում են հանդիպել, ինչ ջուր կա դույլի մեջ, այդ ջուրը գուցե եւ կեղտաջուրը լցնում են մարդկանց գլխին, արդարացնում նրանով, որ իբր թե Վարդավառ են նշում։ Այդպես չի, սիրելի բարեկամներ, այդպես չեն նշել Վարդավառը եւ հետաքրքրում պիտի ասեմ, որ ավանդաբար այդ տոնը նշել են գյուղերով, ընկերներով եւ
երիտասարդները դուրս են եկել փողոց, միմյանց ջրել են, ոչ թե անցորդին, որը այդ պահին կարող է հիվանդանոց է գնում, որը ունի գուցե տկարություն, հիվանդություն, նախկինում բազմաթիվ վթարներ են եղել այլասերված ձևով վարդավառը նշելու հետևանքով, ջուրը շփել են վարորդի դեմքին, մեջանան վթարի է ենթարկվել, եւ հիմա ծայրահեղ մի վիճակ, որը միջազգային սկանդալի կարող է վերածվել։ Բանն այն է, որ այդ կեղտաջուրը լցրել են մի ռուս կնոջ վրա, Նադեժդա Պիրաշկովա, որը շատ անբարենպաստ ձևով է արձագանքել, վատ արտահայտություններով, բնական է, վիրավորված կին է, որին թրջել են, գուցե նա շատ կարևոր հանդիպման էր գնում, ով է ձեզ իրավունք տվել այդ ալասերված արարքը գործել, եւ հիմա էլ Նադեժդայի դեմ մեր քաղաքական, քրեական մարմինները քրեական վարույթ են սկսել։ Այ քեզ բան, եւ այս բոլորը հետևանք է մի անգիտության։ Մեր հանրությունը չգիտի ինչպես տոնի վարդավառը։ Բարեկամներ, վերադառնանք մեր ակունքներին, սովորենք մեր ազգային ծեսերը կատարել ճիշտ։ Այսօր այսքանը, ստեսություն։